Սիրելի բանաձորցիներ, ես առիթ չեմ ունեցել ձեզանից շնորհակալություն հայտնելու 21 թվականի ընտրություններում ինձ ու իմ թիմին հաղթանակի բերկրանքը ապահովելու համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, բայց ոչ թե ես լայախ չեմ արել ձեզանից շնորհակալություն հայտնելու, այլ ձեզանից ու ինձանից մեր ընտրությունը սրիկայաբար գողացել են ոչ միայն ընտրությունը, գողացել են մեր քաղաքի 5 տարվա ապագան, գողացել են մեր քաղաքի ազատ արտահայտվելու իրավունքը և վերջապես գողացել են ձեր ընտրված համայնքի ղեկավարին, չեն թողել պաշտոնը ստանձնի, որովհետև դա իրենց քիմքին համապատասխան չի եղել, բայց ես ձեզ ինձ տված ձեր կողմից ինձ տված որևէ քվե աճուրդի ու սակարկության չեմ հանել, ինձ հետ վերցրել և տարել եմ բանտ, 2 տարի 7 ամիս այդ քվեների բարձի վրա եմ ես քնել, որպես ապահովության բարձիկ ինձ համար, որպես ապահովության ու ինձ համար հանգստության հանգրվան, որովհետև ես գիտեմ Վանաձորցին ինչ չեր ների, եթե ես որևէ մութ խաղի մեջ մտնեի ձեր թիկունքի ետևում, դուք եկել այդ ծանր, այդ դժվար պայմաններում ձեր ձայնը, ձեր քվեն տվել էիք ինձ, ես չէի կարող իմ հարմարավետության, որևէ փափուկ պաշտոնի համար ձեր քվեն հանել սակարկության և փառք Աստծո, ես այսօր ճակատս պարզ, բաց քայլում եմ Վանաձորի փողոցներով, քայլում ու ձեր ժպիտների տակ վայելում եմ Վանաձորյան այս ճոխ երկնակամարն ու այս ժողովրդին։ Դուք վերջին 10 տարում ինձ 2 անգամ պարգևել եք հաղթանակի բերկրանքը, 3-րդ անգամ եք պարգևելու այդ բերկրանքը, 3-րդ անգամ թույլ չենք տալու, որ գողանան մեզանից, գողի հետ, գողանան տիրոջ հետ, գան ձեր հետ լացեն, կեղծ խոստումներ տան, կեղծ ավականու նիստեր անեն և շտապօգնության մեքենա թող մոտենա ստեղ։ Все նորմալ է, չէ՞։ Հարգելի վանաձորցիներ, ես վերջին օրերին, վերջին շաբաթներին վերաշրջում եմ Վանաձորի բակերով, Վանաձորի թաղերով, շրջակա գյուղերով և հանդիպում եմ տխուր տեսարանների, ես այլևս չեմ տեսնում իրար հետ խաղացող երեխաների, ես իրար հետ այլևս չեմ տեսնում են մեր հին տարիքով մարդկանց համախմբված խաղերն ու զրույցները, ես տեսնում եմ պառակտված բիսեդկաներ, ես տեսնում եմ պատուհաններից իրար նկատմամբ թույն ու թարախ շնչող մարդկանց, ես տեսնում եմ անհամաձայնություն, ես տեսնում եմ պառակտվածություն, այդ պառակտվածությունը մեզ լավ տեղ չի տանելու և այսօր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում հայտնվել է մարդ, ով պատրաստ է իր հզոր ուսերի վրա վերցնելու մեր ազգի, մեր ապագայի, մեր պետականության, ինքնիշխանության, տնտեսության, անվտանգության վերականգնման երաշխիք դառնալու պարտավորությունը,
Այդ անձը Սամվել Կարապետյանն է եւ ես հաճախ հանդիպում եմ քննադատությունների, թե դուք անձ եք պաշտում, մենք անձ չենք պաշտում, մենք նույնականություն ենք պաշտում։ Սամվել Կարապետյանը նույնականություն է, Սամվել Կարապետյանը տնտեսություն է, Սամվել Կարապետյանը ամենաճանաչելի հայ հզորությունն է։ Մենք Սամվել Կարապետյանի շուրջ հյուսվածն ենք պաշտում, Սամվել Կարապետյանը գործ է, Սամվել Կարապետյանի գործն ենք մենք պաշտում, մենք անձինք չենք պաշտում, մենք տեսանք ինչ բերեց, ինչին հանգեցրեց անձապաշտությունը, մենք տեսանք, թե ինչպես կարող են արկածախնդիրները գալ, մեր ժողովրդին 7-8 տարիներ խաբելով, տանեն հասցնել անդուզդի եզրին, հիմա էլ ասեն վիճակը գծված է, ինչպես ուզում եք, այնպես էլ շարժվեք, հետդարձի ճանապարհ իրենք չունեն եւ մեզ էլ ստիպում են այդ ճանապարհով, այդ խարխափող ճանապարհով առաջ գնանք։ Որպեսզի ես շատ ձեզ չծանրաբեռնեմ, որպես Հայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ քաղաքի 3-րդ քաղաքապետ, ես ձեզ հորդորում եմ առաջնորդվել նախախնամության, սուրբ երրորդության նախախնամությամբ եւ քվեարկությամբ ձեր ձայնը տալ համար 3-ին